Երկու օր ոչ մի ձայն չեղավ, հետո դուրս եկան առաջի բանը, ինչպես սպասվում էր, Սալավիովը եւ այլն, ասենց վրթովմունքով թե ինչի տեղ է իրան դրել, որ տենց բաները ասում, ով է իրան հարցնում եւ այլն, այսպիսի ձևով։ Անցավ եւս մի երկու օր, լրիվ տարբեր ձևի հանգարց դուրս եկան, արդեն այդ վրթովմունքը չկար, որ հեսա մենք ձեզ ցույց կտանք, պետք եղավ կխփենք Ամերիկային, ցած բաներ էին խոսում։ Հանգարց մեղմացավ ամեն ինչ։ Թրամփը դեղ որտեղ կրկնեց այս նույն գաղափարը, որ Ռուսաստանը ուժեղ չի, թույլ է, եւ դա ասաց, որ it's a paper tiger, այսինքն թղթե վագրը, այսինքն ոչ իսկական, այդ արտահայտությունը վերաբերում է այդ սուտ ուժին, մեկը որ իրան ցույց է տալիս մի բան, որ չի էլի։ Եվ նույնիսկ Պեսկովը դուրս եկավ, ասաց, որ Ռուսաստանը ասոցացվում է արջի հետ, ոչ թե վագրի հետ, իսկ ինչպես գիտեք, թղթե արջեր չկան, մենք իսկական արջ ենք, այսինքն մենք իսկապես վտանգավոր գազան ենք։ Բայց Թրամփը արդեն այդ ասել էր, ասում են, եւ էլ հետ գնալ չկար, հարցերը տալիս էին, սկսեցին մի քիչ պրպտել ու պարզվեց, որ դա դատարկ խոսքեր չեն, որտեղ Թրամփը Զելենսկուն ասել էր ինձ ցուցակ տուր, ինչ զենքեր պետք ունես։ Զելենսկին էլ էուֆորիայի մեջ շատ էր ուրախացել, ոչ